թշնամու ջրաղացին ջուր լցնելու այսօրվա իշխանությունները իրենք են հենց ձեռնարկել այս շարժումը, բնականաբար մանիպուլատիվ մոտեցումներով պիտի ցույց տան, որ սա եկեղեցուն դեմ չէ եւ եկեղեցուն որպես կառույց ուղղված չէ, այլ ուղղակի անհատներին, թիրախավորելով ուղղակի վեհապար Հայրապետին եւ նաեւ բարձրաստիճան հոգեվորականին, բայց միտումը շատ պարզ է եւ որևէ թաքցնելու բան էլ չկա։ Սա ուղղակի ուղղված է հենց բուն կառույցին, բուն ինստիտուտին, հայ ինքնության հետ ուղղակիորեն կապված կամ հայ ինքնության երաշխավոր հանդիսացող կառույցին։ Այդ ամեն ինչը թույլատնելու, դիմադրողականությունը իջեցնելու եւ ընդհանրապես այնպես անելու, որ հասարակությունը այս խորը անտարբերության մեջ շատ ավելի անտարբեր դառնա, հաղորդակից չլինի, չխորանա, չմտածի, թե ինչ սպառնալիքների ու վտանգների առջև է կանգնած Հայաստանի Հանրապետությունը։ Ինքնությունը իրենց ինչով է խանգարվում։ Համերաշխությամբ, սոլիդարությամբ, ուժ ներկայացնելով, որովհետև երբ որ ճանաչում ես ինքնությունդ եւ ընդունում ես ինքնությունդ, դրա մեջ պարփակված է ամեն ինչ՝ հավատ, պատմություն, ժառանգություն, դարերի խորքից եկող նույն ավանդույթներ, հա, եւ սա միայն ու միայն միասնականությանը միտված գաղափար պիտի լինի։ Այս միասնականությունը պիտի ջարդեն, այդ համերաշխությունը պիտի ջարդեն, պատառոտեն, պատառիկների բաժանեն, որպեսզի ավելի հեշտ լինի կուլ տալ։ Նորից եմ կրկնում, չի հաջողվելու միանշանակ եւ այսօրվա մեր կլոր սեղանն էլ հենց միտված է դրան, ավելի եկեղեցու դերակատարության, պետականաշինության, արտաքին հարաբերություններ ունեցած բարձր եւ լրջագույն դերի, մեր դեսպանությունների ստեղծման իսկ օրվանից օտար ափերում սերտ համագործակցության, նպաստի, աջակցության, նեցուկ լինելու եւ այլ։ Եվ այսպիսի հավաքներ վստահ եմ նաեւ շատ ուրիշ հարթակներով կազմակերպվեն, որպեսզի ուղղակիորեն ցույց տալ, որ այն ինչ որ այսօրվա իշխանությունները ձեռնարկել են, ուղղակի դատապարտված է, ինքը առ ոչինչ է լինելու, որովհետև ժողովուրդը հրաշալի հասկանում է եւ այստեղ միայն հավատացյալ ժողովրդի մասին չէ խոսքը, հա, ընդհանրապես հայ ժողովրդի։ Բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են հայ, հա, առավոտյան հայլու առջև կանգնում են, ասում ես հայ եմ։ Այդ արյան կանչով միևնույն է ժողովուրդը ոտքի է կանգնելու եւ պաշտպանելու իր սուրբ սրբոցը, մայրաթոռը, հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին։